Բարև ձեզ։ Հունիսի 7-ին կայացավ Հայաստանի ազգային ժողովի հերթական ընտրությունները, որի արդյունքներով հայտնի դարձավ, որ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սահմանային դիրքում է և միայն հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների վերջնահաշվարկից հետո հայտնի կդառնա՝ անցնում է խորհրդարան, թե ոչ։ Այս ընտրությունները, ինչպես փաստեցին դիտորդական առաքելությունները, աննախադեպ էին ընտրախախտումների քանակով ու բնույթով։ Առ այսօր դրանք բացահայտում և ահազանգում են թե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները, թե դիտորդներն ու փաստաբանները։ Շրջանառվում է նաև անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Այս թեմաների մասին ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեր հրավերն համար։ Տիկին Վարդանյան, սկսենք թերևս ընտրախախտումներից, ըստ ձեզ որոնք էին ամենաակնառու ընտրախախտումները և ինչ բնույթի։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ընտրությունների մասին, մենք չպետք է կենտրոնանանք պարզապես հունիսի 7-ի վրա, որովհետև հունիսի 7-ը դա ընտրական գործընթացի մեկ բաղկացուցիչն է հանդիսանում, հենց քվեարկությունը։ Երբ խոսում ենք ընտրախախտումների մասին, պետք է խոսենք նախընտրական փուլում տեղի ունեցած, այո, քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին, որոնք հետո եկան եւ ի վերջո իրենց այսպես ամփոփումը ստացան նաև քվեարկության ժամանակ։ Նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցածը նույնիսկ անբնութագրելի է եւ ի զարմանս մեզ միջազգային կառույցները եւ դիտորդները, որոնք սովորաբար շատ ավելի լոյալ են այս իշխանությունների կողմից տարբեր տեսակի ժողովրդավարության ոտնահարումներին, իրենք էլ ֆիքսեցին, որ պրոցեսները գնացել են բազմաթիվ խախտումներով եւ արձանագրեցին իհարկե մի շարք ոլորտներում խնդիրներ։ Առաջին հերթին մենք պետք է առանձնացնենք այս իշխանությունների կողմից վիրավորանքների, սպառնալիքների եւ նաեւ ատելության խոսքի տարածումը ողջ քարոզարշավի ընթացքում։ Դրան զուգահեռ տեղի ունեցան բազմաթիվ քրեական գործերի հարուցում եւ բազմաթիվ անձանց ձերբակալման ու կալանավորման գործընթաց տեղի ունեցավ, ընդ որում խոսքը վերաբերում է նաեւ նախընտրական ցուցակում ընդգրկված մարդկանց։ Համատարած այդ ընթացքում բոլորին գաղտնալսում էին եւ այնինչ կարելի էր իշխանությանը, չէր կարելի ընդդիմությանը, դա պատճառ էր դառնում տարբեր տեսակի քրեական գործերի։ Նույնիսկ եվրոպական դիտորդները շեշտում են բևեռացումը, որ արկա է բևեռացման մթնոլորտը, որ արկա էր ողջ ընտրական process-ում, ինչպես նախընտրական, այնպես էլ քվեարկությունների ընթացքում, որը իհարկե չի կարող իր բացասական ազդեցությունը ունենալ ընտրությունների եւ ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն, այս ամեն ինչը, եթե մենք բնութագրենք մի բառով դրանք ընտրական խախտումներ են, իսկ առանձին դեպքերում նաև ընտրական կեղծիքներ են, որոնք որ ի վերջո բերեցին այն արդյունքներին, ինչ մենք ունենք։ Զավեշտալին այն էր, որ ընտրության գիշերը, քվեարկության գիշերը, հա, երբ դեռ նույնիսկ ձայների 25%-ը չէր ամփոփվել, վարչապետը իր թիմակիցների հետ միասին հրավիրեց ուրեմն ասուլիս եւ հայտարարեց, որ իրենք ունեն մեծամասնություն եւ այնպիսի մեծամասնություն, որ իրենց հնարավորություն է տալու ազատ գործել եւ դրան զուգահեռ փաստորեն ընդհատվեց ձայների հաշվարկը եւ միայն առավոտյան շարունակվեց, այսինքն զուտ այդ թարմացումները տեղի էր ունենում իրենց ԿԸՀ-ի կողմից հրապարակվող աղյուսակների տեսքով եւ հետո առավոտյան արդեն երբ բոլորը գիտեին, որ հաղթահարել են 4 ուժեր, մեկը հստորեն իշխանական ուժը եւ 3 ընդդիմադիրները, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտարարություն եղավ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել 4%-ի շեմը եւ այնտեղ անհրաժեշտ էր 0.004, այսինքն 0.004-ական, հա, ձայնի պակաս կար եւ դա ակնհայտ էր եւ մենք էլ հետագայում մեզ համար բարձեցինք, որ խոսքը վերաբերում էր թվեր նկարելուն, թվերի նկարչությանը, այսինքն հավանաբար առավոտյան, երբ Փաշինյանը հասկացել էր, որ չունի այն բավարար քանակի մանդատները, որ նրան հնարավորություն կտար 3/5-ով կայացնել
կարևորագույն որոշումները, այդ պահին որոշվեց, որ պետք է պարզապես թվերի այնպիսի խառնաշփոթ ստեղծել, որի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս կմնար Շեմը հաղթահարողների շարքից։ Քվեաթերթիկների վերջնահաշվարկի առաջին իսկ օրը արդեն կարծեք թե այդ բավարար քվեաթերթիկները դուրս հանվեցին ջրի տակից, ինչպես ասում են, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին գոնե հաշվարկով արդեն հաղթահարում է Շեմը։ Տեսեք, դա նույնիսկ վերահաշվարկների արդյունք չէր։ Այսինքն դա պարզապես նստած այսպես տնային աշխատանք կատարելու արդյունք էր, եւ մենք մեզ մոտ եղած քաղվածքները համեմատեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղադրված աղյուսակների հետ եւ տեսանք, որ մի շարք ընտրատեղամասերում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները պարզապես կամ չեն գրանցվել, կամ շատ քիչ են գրանցվել, ինչի արդյունքում էլ այդ փոքրիկ 0.0004-ը կամ 4000-որդականը տեղ չի գտել եւ 4%-ից ցածր է ստացվել, այսինքն այս անճշտության ուղղման արդյունքում արդեն 4%-ը պետք է որ բավարարված լինի այդ ձայներով, նույնիսկ ավելին էր, չգրանցվածները, բայց դեռ վերահաշվարկի փուլ է 555 ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթաց է տեղի ունենում եւ մենք բարբերաբար ստանում ենք նաեւ տարբեր ընտրատեղամասերից տեղեկություններ, որ էլի մի քանի, ասենք միտեղ 2, միտեղ 5 թվով ձայներ հաշվարկված չեն եղել եւ այլն, եւ սա խոսում է այն մասին, որ առաջիկայում եթե մեզ համար ինչ որ անակնկալներ չլինեն այս իշխանությունների կողմից, իսկ իրենցից ամեն ինչ կարելի է սպասել, այս դեպքում արդեն վերջնական ամփոփումը այլ պատկեր պետք է ցույց տա։ Տիկին Վարդանյան, անդրադառնանք այս օրերին ամենաշատը շրջանառվող լուրերին եւ պարզաբանում մտցնենք նաեւ մեր հետևորդների համար։ Նախ հասկանանք ինչ է նշանակում մանդատ վերցնել, չվերցնել եւ այս դեպքում եթե ԲՀԿ-ն անցողիկ Շեմը հաղթահարի եւ արդեն խորհրդարան մտնելու իրավունք ստանա, արդյոք մանդատ վերցնել, չվերցնելը կրկին լինելու է քննարկման թեմա ձեր կուսակցության մեջ եւ առհասարակ ինչ կնշանակի մանդատները չվերցնել այս դեպքում։ Նախ պետք է նշեմ, որ այս պահին մեր բոլոր ուժերը մենք ուղղել ենք մեզ ձայն տված քաղաքացիների քվեները պաշտպանելու ուղղությամբ եւ հետեւաբար այս պարագայում քննարկման առարկան այն է, որպեսզի թույլ չտանք, որ մեր քաղաքացիներին այս իշխանությունները հերթական անգամ խաբեն։ Եվ հետեւաբար միայն վերջնական արդյունքներից հետո է, որ նաեւ մենք կարողանանք քննարկել, թե ի վերջո ինչ ճանապարհով ենք գնալու։ Ինչ վերաբերվում է մանդատներ վերցնել եւ չվերցնելուն, ինչ է դա իրենից ենթադրում, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ, նախ առաջին կարևոր հանգամանքը, որ ես պետք է նշեմ, իմ կարծիքով, դա իմ անձնական կարծիքն է, մանդատներ վերցնել չվերցնելու հարցը պետք է կայացվի ընդդիմության միասնական որոշմամբ, այսինքն հաղթահարած, Շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միասնաբար պետք է այդպիսի որոշում կայացնեն, որպեսզի նաև եւս մեկ անգամ մեր հասարակությունը այսպես բաժանելու եւ բսկտելու առիթ չդառնա։ Ինչ վերաբերում է վերցնել կամ չվերցնելու հետևանքին, տեսեք, վերցնելու պարագայում մի պատկեր է, երբ այնտեղ ընդամենը այսօրվա կոնֆիգուրացիան է, երբ չկա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, մեկ այլ պատկեր է դառնում, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս հաղթահարում է Շեմը։ Այս դեպքում իշխող ուժը չի ունենում իր համար այդքան բաղձալի 3/5-ը, որը որ նրան հնարավորություն է տալիս լուծելու կարևորագույն հարցեր։ 3/5-ի պարագայում նրանք հանգիստ քվեարկում են սահմանադրական օրենքների հետ կապված, որոշումներ են կայացնում սահմանադրական օրենքներում փոփոխություններ մտցնել, խոսքը վերաբերում է ընտրական օրենսգրքին, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքին, սահմանադրական դատարանի մասին օրենքին, հարակվեի մասին օրենքին, այսինքն այստեղ սահմանադրական օրենքների առումով նրանց ձեռքերը արդեն կապված են լինում։ Չի կարող 3/5-ի պարագայում նա նաև իր համար այսպես ընդունելի անձանց նշանակել, ես չեմ ասում ընտրել, որովհետև այս պարագայում ավելի շատ նշանակելու է նման լինում, քան թե ընտրելու, որովհետև իրենք միաձայն ինչ որ պաշտոնում նշանակում են մեկին, ով հետո հլու հնազանդ ծառայում է իրենց, ինչպես դա օրինակ անում է գլխավոր դատախազը։
Հետևաբար այս պարագայում գլխավոր դատախազի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, բարձրագույն դատական խորհրդի որոշ անդամների եւ այլի որոշ բարձրագույն պաշտոնների պարագայում իրենք միանձնյա որոշում կայացնելու հնարավորություն չեն ունենում եւ այս պարագայում արդեն ընդդիմության հետ բնականաբար պետք է որոշակի եզրեր գտնեն։ Իհարկե եւ բնականաբար խոսքը վերաբերում է նաև հանրաքվեին եւ սահմանադրության փոփոխությանը, որի հնարավորությունից եւս իրենք այս կոնֆիգուրացիայի պարագայում զրկվում են։ Հետևաբար կոնֆիգուրացիան մի դեպքում կլինի այլ, մյուսում, այսինքն 3 ընդդիմադիր ուժերի պարագայում այլ։ Հիմա մանդատներ վերցնել չվերցնելու հանգամանք։ Տեսեք, այստեղ իրավաբանների կարծիքները կիսվում են։ Իրավաբանների մեծամասնությունը իհարկե գտնում է, որ եթե ընդդիմադիրները իրենց մանդատները չեն վերցնում, ապա նոր ուժեր մանդատները վերցնելու իրավունք չունեն։ Պրոիշխանական իրավաբաններն էլ նշում են, որ քանի որ սահմանադրությունը պահանջում է, որ պետք է լինի 3 ուժ ներկայացված ազգային ժողովում, ապա այս պարագայում իշխանությունը կարող է հաջորդողներին տալ այնքան մանդատներ եւ բնականաբար արդեն տոկոսային հարաբերություններն էլ կփոխվի եւ իրենք էլ կդառնան 70% իշխանությունը եւ 30% մյուս ուժերը, որոնք որ կգնան ազգային ժողով եւ դրանով կլուծվի պահանջը, այսինքն ազգային ժողովը կհամալրվի 3 ուժերով։ Ինչ եմ ես կարծում։ Ես կարծում եմ, որ իհարկե սահմանադրությունը այդպիսի հնարավորություն այս իշխանությանը չի տալիս, բայց ճանաչելով այս իշխանությունը, ես այսպես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ իրենք կգնան այդ ճանապարհով, որովհետև իրենց համար միշտ կան ելքեր եւ իրենք այդ ելքերը ամենևին կարևոր չի, որ իրենց այդ որոշումներն ու ելքերը սահմանադրության հետ համապատասխանության մեջ լինեն։ Օրինակ իրանք կարող էին սահմանադրության մեջ փոփոխություն անել առանց սահմանադրական դատարանի եզրակացության եւ առանց ուրեմն սահմանադրությամբ նախատեսված դրույթների պահպանման։ Հետեւաբար ինչն է իրենց խանգարում, որ գնան այդ ճանապարհով։ Վարդանյան, ներողություն, սահմանադրությունը թույլ չի տալիս ազգային ժողովը ձևավորել առանց ընդդիմադիր ուժերի։ Սահմանադրությունը խոսում է այո այն մասին, որ պետք է եթե նույնիսկ հարաբերակցությունը այնպեսին է, որ 70%-ը դա իշխող ուժն է, ապա մանդատներն այնքան պետք է բաշխվեն, որ ընդդիմությունը առնվազն 30% այնտեղ ներկայացված լինի։ Հետևաբար այս պարագայում, այսինքն եթե մենք խոսում ենք իրավունքի տեսակետից եւ բանականության տեսակետից, եթե ընդդիմադիրները մանդատները չվերցնեն, ապա նոր ուժեր չպետք է գան, բայց եթե մենք խոսում ենք այս իշխանությունների ամենաթողության տեսակետից, ապա ես որևէ բան չեմ բացառում։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մանդատները վայր դնելուն, այստեղ իհարկե տեխնիկապես այնպես է, որ ցուցակի բոլոր անդամները պետք է հրաժարվեն մանդատից, հակառակ պարագայում, եթե նույնիսկ մեկը երկուսը համաձայնեն վերցնել մանդատներ, կնշանակի, որ այդ քաղաքական ուժը ներկայացված է պարլամենտում։ Հետևաբար այսպես բավականին խճճված իրավիճակ է, բայց եթե մենք քաղաքական տեսակետից խոսենք, ապա ես կարծում եմ, որ մանդատներ վերցնելը եւ մանդատներ չվերցնելը պետք է հիմնավորվի քաղաքական ուժերի կողմից։ Այսինքն երկուսն էլ պետք է բավարար կերպով հիմնավորված լինեն եւ քաղաքացիներին պարզ, անկեղծ բացատրվի, թե ինչու են գնում ճանապարհներից յուրաքանչյուրով։ Եթե վերցնում ենք մանդատները, ապա ինչու ենք վերցնում մանդատները եւ ինչ ենք պատրաստվում այդ դեպքում պարլամենտում անել եւ պարլամենտից դուրս էլի անել եւ այլն, եւ հակառակը, եթե չենք վերցնում մանդատները, ապա որոնք են հաջորդ քայլերը եւ ինչ քայլերի հաջորդականությամբ են այս մանդատներից հրաժարված ուժերը հասնելու այս իշխանության հեռացմանը։ Շնորհակալություն զրույցի համար, Տիկին Վարդանյան։ Ձեզ շնորհակալություն հարգելի հետևորդներ, մեզ դիտելու եւ լսելու համար։ Հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում դուք դիտում եք բացառիկ հարցազրույցը եւ իմ զրուցակիցը Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Էլինար Վարդանյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։